Ոսկե դպրոցը այդքան էլ հայկական չէ։ Ինչպես թե, կհարցնեք դուք ինձ, իսկ ես սիրով կպատասխանեմ։ Այն գերմանական «Зачетный препод» ֆիլմի, այս անգամ չեմ վախենա ասել, պատճեն է, որովհետև ես նայեցի եւ սկզբից միջև վերջ ամեն ինչ նույնն էր։ Կներեք։ Գլխավոր հերոսը Զեկի Մյուլերն է, հանցագործ։ Տարիներ առաջ նա մեծ գումար է թաքցրել, բայց բանտից դուրս գալուց հետո պարզվում է, որ այդ վայրում կառուցվել է դպրոց։ Հիմա նա ստիպված է ընդունվել այդ դպրոց աշխատանքի, որպեսզի կարողանա փորել եւ գտնել իր գումարը։ Սկզբում նա դիմում է պահակի աշխատանքի համար, բայց սխալմունքի արդյունքում ընդունվում է աշխատանքի որպես գերմաներենի եւ ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցիչ։ Անկեղծ ասած, սիթքոմում Վաչե Թովմասյանի անունը չեմ հիշում ինչպես էր, կարող եք ինձ մեկնաբանությունների բաժնում հիշեցնել, բայց խնդրում եմ մի հատ տեսեք իրանց նմանությանը, նույնիսկ ակնոցներն են նույնը ընտրված։ Նշեմ, որ սա ոչ թե սիթքոմ է, այլ ամբողջական ֆիլմ, դպրոցական քրեական կատակերգություն։ Ես մի բան եմ նկատել, որ Գոշի դերակատարը գերմանական ֆիլմում հենց իրեն շատ նման է, մի հատ խնդրում եմ նայեք։ Կարծում եմ, երբ եղել է Ոսկե դպրոցի քասթինգը, արդեն իսկ պատրաստ կերպարներ են ունեցել իրենց աչքի առաջ, դրա համար շատերին նման են ընտրել։ Պարզապես Ոսկե դպրոցը ավելի հայաֆիկացված է, ավելի հայկական մտածելակերպին մոտ։ Երբ նայեք օրիգինալը կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում ու ինչու եմ սա այդքան շեշտում։ Ահա ի դեպ խորհուրդ չեմ տա 16 տարեկանից փոքրերին նայել։ Դե ինչ սիրելիներս, հաջորդը որ սիթքոմն ենք բացահայտում։ Գրեք մեկնաբանության բաժնում եւ ես հենց ձեր մեկնաբանությամբ էլ կնկարեմ հաջորդ իմ տեսանյութը։ Չմոռանաք բաժանորդագրվել իմեջին, ես ամեն օր ձեզ խորհուրդ եմ տալիս հետաքրքիր ֆիլմեր եւ սերիալներ։ Իսկ ձեզ հետ է Յանիկան։ Բայ բայ։